Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Վեճ եւ դանակահարություն Մարալիկում Շիրակի քրեական ոստիկանները արագ բացահայտեցին դեպքը։ Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած 62-ամյա տղամարդուն։ Տաշիրի համայնքային ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել, պատճառվել է մոտ 55 միլիոն դրամի վնաս։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ հանրապետության քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով հանրապետություն տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չընթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ։ ՊԵԿ պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով նրանից պահանջել ու ստացել է 405,350 դրամին համարժեք $1000։ ՊԵԿ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հանրապետությունից բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը, կաշառք տալու փորձի համար, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ եւ կաշառքի միջնորդությամբ պատրվակով գումար ստանալու համար ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձին եւս մեղադրանք է ներկայացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ Արագածոտնի մարզի ապարանի համայնքապետանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար։ Խոսքը մասնավորապես վերաբերում է գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրացման ու անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացին։ Պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել, նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով երեխայի հայրը Արմեն Օվանեսովը շարունակելու է մնալ կալանքի տակ։ Դատարանը անփոփոխ է թողել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, երկարացնելով դրա ժամկետը եւս 3 ամսով։ Հունվարի 14-ին հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության Էնզորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին հրազենային վնասվածքով կատարվում է քննություն։ Հունվարի 13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ հրազդանգետում դի կա։ Հայտնաբերվել է 20-25 տարեկան տղայի դի։ Հունվարի 14-ին հաղորդում է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցից երկու անձ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, պարզվել է, որ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում գործի է դրվել օդաճնշիչ ատրճանակ, ուժողների կյանքին վտանգ չի սպառնում։ Հունվարի 11-ին տեղեկություններ են ստացվել, որ անհայտ հանգամանքներում եւ վայրում կտրաստակած վերքերով հիվանդանոց է դիմել մի օտարերկրացի։ Վիրավորը Գերմանիայի քաղաքացի 35-ամյա Մոհամեդ Կասեմն է։ Պարզվել է, որ նույն օրը Օհանովի փողոց 21 հասցեի մոտակայքում անհայտ անձը սուր կտրողծակող առարկայով հարվածներ է հասցրել Կասեմի մարմնի տարբեր հատվածներին։ Հունվարի 8-ին ոստիկանությունը դիմել Երևանի 38-ամյա բնակիչ ու հայտնել, որ հունվարի 5-ին շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում ոմանց ՍԲ-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ իր կամքին հակառակ։ Պարզվել է, որ ՍԲ-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 14-ամյա ՍԲ-ն եւ ձեռնարկում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հունվարի 12-ին ձերբակալվել է 44-ամյա մի տղամարդ, նա 2024 թվականի փետրվարի 24-ից Ուզբեկստանի իրավաբանների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Հունվարի 9-ին քաղաքացին ահազանգել է, որ մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում ամուսինը սպառնալիքներ ու հայանքներ է հնչեցրել իր եւ մոր հասցեին։ 35-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Պարզվել է, որ նա պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Հունվարի 12-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի 64-ամյա բնակիչը ապօրինի զենգզինամթերք է պահում, նա ձերբակալվել է։ Հունվարի 12-ին Երևանի բնակիչ 54-ամյա Արտակ Նիրվարած Ժոնգտոնգ մագնիշի ավտոբուսով Չեխովի փողոցում վրայերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 74-ամյա Հովիկին։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 14-ին Երևան Սևանի-Ջվան ավտոճանապարհին շտապօգնության ավտոմեքենան մեկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտակայքում տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Պարզվել է, որ իրար են բախվել 14 տրանսպորտային միջոց, բուժասներ չկան։ Հունվարի 14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվում է ավտոմեքենա։ Հրդեհը բռնկվել է Բարեկամության փողոցում գտնվող ավտոկայանում կայանված ավտոմեքենայում, բուժասներ չկան, այրվել է Սուբուրա մագնիշի ավտոմեքենայի սրահը։ Հունվարի 14-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։ Ննջասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի։ Հունվարի 14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհը բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել ու մարվել է, այրվել է պոլիէթիլենով ծածկված տաղավարը գույքով։